Դե ինչ հարգելներս, քանի որ ես սկսել էի վերցանել մարտեր էքստրասենսների կամ բիտվա էքստրասենսով մասնակիցների ունակությունները, այսօր հերթը հասավ Մարինա Ռոմանովային։ Եվ ըստ իր գիրքն է, կամ էլ գրքերից մեկը, իր հորար քարտեզն էլ ցույց տամ, հեսա։ Ուրեմն, սա էլ իր հորար քարտեզն է։ Եվ մենք նայում ենք, հա, 12-րդ տուն, նայում ենք 8-րդ տուն, նայում ենք 9-րդ տուն, նայում ենք 5-րդ տուն, 3-րդ տուն, 8-րդ տանը, ուրեմն Նեպտունը եւ Մարսը։ Հարց տվողը գտնվում է Կարիճում։ Դե ինչ, եկեք վերցանենք ու հասկանանք, հա, իր ունակությունների։ Արդյոք էքստրասենսա թե ոչ։ Ուրեմն ասեցի, ասցենդենտը Կարիճում, սա հարց տվողի նշանն է, կառավարում է Մարսն ու Պլուտոնը, մեր Ռոմանովան գտնվում էր 7-րդ տանը, հիմա էքստրասենսը արդյոք թե ոչ։ Ուրեմն գլխավոր մոլորակների դիրքը Մարինա Ռոմանովան 7-րդ տուն, քանի որ հարցը տրված է ուրիշի համար, նրան կառավարում է 7-րդ տունը։ 7-րդ տունը գտնվում էր ցուլ նշանում, նրա մոլորակը Վեներան է, Վեներան գտնվում էր Կույսում, 11-րդ տանը։ Էքստրասենսորիկա եւ գաղտնի գիտություն 8-րդ տուն։ Այս ոլորտը կառավարում է երկվորյակներ նշանը, որի մոլորակը Մերկուրին է։ Մերկուրին գտնվում էր Այրուծի նշանում։ Վեներան Կույսի նշանում, սա գտնվում է անկման կարգավիճակում։ Սա ցույց է տալիս, որ տվյալ անձի մոտ գերակշռվում է ռացիոնալ տրամաբանական եւ վերլուծական միտքը, այլ ոչ թե ինտուիտիվ կամ էքստրասենսորիկ զգացողությունները։ Ուրեմն, երբ որ նայում ենք գաղտնի գիտելիքի ու իր մոլորակների դասավորվածությունը, ապա պետք է ասեմ, որ Մարիայի մոլորակի, ուրեմն, գաղտնի գիտությունների մոլորակի Մերկուրի եւ Վեներայի մեջ ոչ մի հիմնական աստղագուշակական կապ, ասպեկտ գոյություն չունի։ Սա նշանակում է, որ անձը ընդհանրապես կապ չունի էքստրասենսորիկայի հետ։ Լուսնի եւ Սատուրնի միացումը Խոյում միացած է ուրեմն Լուսինը Սատուրնի հետ 6-րդ տանը, սա խաբկանքներ, սխալներ կամ պարտավորվածությունների տուն է։ Սա հաճախ մատնանշում է չոր հաշվար կամ սխալ պատկերացում։ Մարինա Ռոմանովան ուրեմն իրական էքստրասենսոր ունակություններ չունի եւ նրա գործունեությունը ավելի շատ հիմնված է հոգեբանական վերլուծության, տրամաբանության կամ զուտ գովազդի համար։ Արեգակ Յուպիտեր 10-րդ տանը։ Ես ցույց տվեցի տեսակ։ Ուրեմն 7-րդ տան սկզբնակետը Կուսպիտը ցուլ նշանում է, ցուլը նյութական, երկրային, շատ պրակտիկ եւ փոխսիրող նշան է, այն բացարձակ կապ չունի միստիկայի կամ հոգեվոր աշխարհի հետ։ Մարիայի մոլորակը Վեներան է, որը գտնվում է Կույս նշանում։ Աստղագուշակության մեջ Վեներան Կույսի մեջ համարվում է իր անկման կարգավիճակում։ Սա նշանակում է, որ տվյալ անձը էմոցիոնալ կամ ինտուիտիվ չէ։ Նա ամեն ինչ հաշվարկում է սառնասիրտ է, սիրում է մանրուքներ, առաջնորդվում է զուտ շահով եւ տրամաբանությամբ։ Որտեղ է թաքնված իրական էքստրասենսորիկան 8-րդ եւ 12-րդ տներ։ Միստիկան, էքստրասենսորիկան եւ գաղտնի ուժերը քարտեզում ներկայացնում են 8-րդ մահ, տրանսֆորմացիա, հզոր էներգիա եւ 12-րդ ենթագիտակցություն գաղտնիքներ տներով։ 8-րդ տունը երկվորյակների մեջ է, կառավարիչը Մերկուրին։ Մերկուրին գտնվում է Այրուծի նշանում, Արեգակի կողքին։ Սա նշանակում է, որ միստիկան ճակերտավոր
Այստեղ ընդհանրապես ինֆորմացիոն գեղեցիկ շոու է, բեմականացում, այրուծը բեմն է, որը ծառայում է ինքնագովազդի։ 12-րդ տունը կշեռքի մեջ է, կառավարիչը նույնպես Վեներան է, քանի որ Վեներան թույլ է կույսի մեջ, գաղտնի գիտելիքների ոլորտում նա չունի իրական ուժ, այլ միայն ձևացնում է կամ օգտագործում է դա որպես գործիք։ Ինչ է հուշում քարտեզը, Լուսինա քարտեզում։ Ցույց է տալիս իրականում ինչ է կատարվում թիկունքում։ Լուսինը գտնվում է Խոյ նշանում 6-րդ տանը։ 6-րդ տունը աստղագուշակության մեջ համարվում է թույլ, ընկնող տուն, որը պատասխանատու է աշխատանքի, պարտավորվածությունի, կանտրակտների, հիվանդությունների համար։ Սա նշանակում է, որ այս ամբողջ պատմությունը Մարիայի համար զուտ ամենօրյա աշխատանք է, բիզնես, այլ ոչ թե բարձրագույն կոչում։ Լուսինը շատ մոտ է գտնվում Սատուրնին և Նեպտունին։ Նեպտունը պատասխանատու է խաբկանքների, պատրանքների, մշուշների համար, իսկ Սատուրնը սահմանափակումների։ Նրանց համակցությունը 6-րդ տանը ուղղակիորեն զգուշացնում է։ Այստեղ կա միտումնավոր մանիպուլյացիա կամ մարդկանց մոլորության մեջ գցելու փորձ։ Ինչու այս կինը հայտնի 10-րդ տուն։ Ուրեմն այստեղ է գտնվում Արեգակը, Յուպիտերը, այրուծի նշանում, սա քարտեզի ամենաուժեղ դիրքն է։ Սա նշանակում է, որ Մարիան ունի փառահեղ գովազդային տվյալներ։ Նա կարողանում է իրեն թանկ և շքեղ ներկայացնել, գիտի այնպիսի տպավորություն թողել հասարակության վրա և ունի հեղինակություն Յուպիտերով, հա։ Մարդը նրան հավատում է ոչ թե նրա համար, որ նա կախարդական ուժ ունի, այլ որովհետև նա հիանալի դերասան է։ Եվ մասնակցում է շոուի։ Եվ քանի որ տեսակ, որ գիրքը առել էի, ուրա այդ գիրքը, հա, այս սեղանի սա, նու ես էլ «Деньги на ветер»։ Եվ գրքի համար էլ ես նայեցի, ուրեմն վստահել իրա գրած գրքերին կամ իրա հեղինակած գրքերին չարժի։ Ուրեմն ինչի համար չարժի, որովհետև գրավոր խոսք, հրատարակություն կառավարում է 3-րդ և 9-րդ տներով, ինչպիսին նաև Մեջկուրի մոլորակն է։ Ուրեմն գրքերի որակը, բովանդակությունը 9-րդ տուն։ Սկզբնագետը ուրեմն գտնվում է Խեցգետնում, որի կառավարիչը Լուսինն է։ Լուսինը գտնվում է 6-րդ տանը, խնդիրներ, սխալներ, թերություններ, եւ սերտորեն միացված է Սատուրնին եւ Նեպտունին։ Նեպտունի առկայությունը այստեղ ուղղակիորեն խորհրդանշում է մշուշ, պատրանք, խաբկանք կամ ոչ հավաստի տեղեկատվություն։ Մակերեսային շոուի տարեր։ Սա գիտելիքի և ինֆորմացիայի մոլորակը Մեջկուրին գտնվում է Առյուծ նշանում 9-րդ տան սահմանագծին։ Առյուծի մեջ գտնվող Մեջկուրին ավելի շատ հակված է դրամատիզմի, էֆեկտների և տպավորություն թողնելու վրա, քան թե իրական գիտելիք փոխանցելու վրա։ Եթե այսպես եզրակացություն կազմեմ, ոչ ինքն է վստահելի, ոչ էլ իր կազմած գրքերն են վստահելի, եւ իմ կարիճային, այսպես ասեմ, հոգին զգում էր, որ ուղղակի ընթերցել եմ, հա, կարդացել եմ ու դրել եմ կողքի, չվստահելով գրքին։ Մեկ անգամ եւս համոզվեցի, որ գրքերի մեծ մասը ուղղակի խաբեություն է ու շատ լավ է, որ մեր ձեռքի տակ կա հորար քարտեզ, կան տարոներ, կան լինարմաններ, որով մենք կարող ենք ստուգել, բայց կարևորը որ կա նաև ինտուիցիա, կարիճային ինտուիցիա, որը այս գրքի հանդեպ այս ամենասկզբից ես գնել եմ կարդալու համար, որ ինքը այսպես մասնակցում էր էքստրասենսների շոուին, ինձ հետաքրքիր էր իր գրքում ինչ էր պարունակում, ես ուղղակի կարդացել ու անցել եմ, ոնց որ շատ գրքեր, չեմ ասում, որ գրքերը իրանց ազդեցությունը չունեն, գրքերը կարդալով հստակ դու կարողանում ես տեսնել որտեղ է ճիշտը, որտեղ է սխալը եւ որտեղից կարող ես օգտվել, փոխել, փոխանակել կամ վերցնել կորիզը, դարձնել քոնը կամ հասկանալ ընդհանրապես ով են այս մարդիկ։ Եվ մեկ անգամ եւս ապացույց, որ կարևոր չի ոչ հեռուստատեսություն, ոչ էլ դեմքդ ուրա չես երևում, հա, որ սրանք սա խաբեություն է։